Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությունից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին։ Փաստաթղթով Խաղաղօվկիանոսի ավազանում գտնվող 12 պետություններ ազատ առևտրի գոտի են ստեղծել, ինչը ըստ Թրամփի հանգեցնում է աշխատատեղերի կրճատմանը Միացյալ Նահանգների տարածքում։ Դեռ նոյեմբերին Թրամփը հայտարարել էր, թե պաշտոնավարման առաջին իսկ օրը չեղյալ է հայտարարելու Միացյալ Նահանգների մասնակցությունն այս համաձայնագրին։ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն արգելում է կառավարությանը սկսել Brexit-ի գործընթացը Եվրամիությունից դուրս գալու համար բրիտանական կառավարությունը նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը, վճռել է Գերագույն դատարանը։ Գերագույն ատյանն այդպիսով աջակցում է Լոնդոնի բարձր դատարանի անցած տարվա նոյեմբերին կայացրած որոշմանը, ըստ որի կառավարությունը Եվրամիությունից դուրս գալու շուրջ Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու համար նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը։ Բացի այդ, դատարանը նաև վճռել էր, որ Եվրամիությունից դուրս գալու համար Միացյալ Թագավորության իշխանությունները պետք է խորհրդակցություններ անցկացնեն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հետ։ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են եռակողմ մեխանիզմ ստեղծել Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման և հակամարտող կողմերի սադրանքները կանխելու ուղղությամբ։ Հանդիպման մասնակիցների համատեղ հայտարարությունում նշվում է նաև, որ Մոսկվան, Թեհրանը և Անկարան աջակցում են սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների հաջորդ փուլում Դամասկոսի հետ հանդիպելու մտադրությունը։ As long as there are terrorists depriving 7 million people. Ղրղստանում դատարանն ուժի մեջ թողեց ծագումով ուզբեկ իրավապաշտպան Ազիմժան Ասկարովի ցմահ ազատազրկման դատավճիռը։ Դատարանը նշել է, որ Ասկարովի մեղքն ապացուցված է խոշտանգման մասին պնդումների և քննությունը սխալ ուղով տանելու մասին հայտարարությունները չեն հաստատվել։ 66-ամյա Ասկարովը հայտարարել է, որ հացադուլ է սկսելու։ 2010 թվականին Ղրղստանի հարավում տեղի ունեցած միջէթնիկ հակամարտությունից հետո Ազիմժան Ասկարովը ցմահ ազատազրկման է դատապարտվել ոստիկանի սպանության և ազգամիչյան ատելություն սերմանելու մեղադրանքներով։ Преступление, которое сделала кыргызская власть. Իրավապաշտպանը պնդում է, որ իր գործը քաղաքական է։ Նույն կարծիքին են Միացյալ ազգերի կազմակերպությունը, մի շարք միջազգային կազմակերպություններ, մասնավորապես Human Rights Watch-ը։ Այս կառույցները իշխանություններին կոչ են անում ազատ արձակել նրան։ La La Land. Լոս Անջելեսում տեղի է ունեցել Օսկար կինոմրցանակի թեկնածուների ներկայացումը, առաջատար է համարվում Դեմիեն Շազելի La La Land մյուզիքլը, որը առաջադրվել է 14 անվանակարգերում, այդպիսով կրկնելով Տիտանիկի և Ամեն ինչ Եվայի մասին ֆիլմերի ռեկորդը։ Օսկարակիրների անունները հայտնի կդառնան փետրվարի 26-ին։ Yes.